Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ 5 տարի։ Արդեն 5 տարի անցել աղետաբեր պատերազմից, որը հազարավոր հայորդիների կյանք խլեց, հազարավորներին հաշմանդամ դարձրեց, հազարավորներին էլ տնանք։ 5 տարի առաջ էր պարզ, որ սա արհավիրքի սկիզբն է։ Հետո սկսվեց Արցախի էթնիկ զտումը։ Նախ շրջափակում, հումանիտար ճգնաժամ, ռազմական ագրեսիա, վերջում էլ գաղթի ճամփան բռնած արցախցիների մեքենաների տեսարանը անհնար է մոռանալ։ Պատերազմից 5 տարի անց բազմաթիվ կարևոր հարցեր անպատասխան են։ Մի շարք զինվորականներ եւ ռազմական փորձագետներ այս ընթացքում պնդում էին, որ եթե պատերազմը չդադարեցվեր, հայկական կողմը պարտություն չէր կրի։ Դիտարկումներ եղան նաև ադրբեջանական զինուժի հաջողված ճեղքման պատճառների, համալրման հետ կապված խնդրի, նահանջի հրամանների հիմնավորվածության մասին, սակայն որևէ մեկը հոդաբաշխ բացատրություն դրանց չտվեց։ Այս ու մի շարք այլ հարցերի պատասխաններ իշխանությունները խոստացան տալ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում։ Թեև հենց սկզբից էլ տեսակետներ հնչեցին, որ իշխանությունների ստեղծած հանձնաժողովը սեփական սխալները դժվար թե ջրի երեսանի, պատասխանատուները սակայն հորդորում էին չշտապել ու սպասել զեկույցին։ Ծանոթացանք զեկույցին։ Բնականաբար ոչ, քանի որ փաստաթուղթը ուղարկվեց ազգային ժողովի արխիվ։ Հետո էլ իշխանավորները նեղսրտում են, թե իրենց հասցեին մեղադրանքներ են հնչում։ Սա էր թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Դուք եք հայտարարել Արցախ-Հայաստանը եւ վերջ։ Դուք եք հայտարարել նոր պատերազմ, նոր տարածքներ։ Դուք եք կործանիչների ձեռքբերումով հպարտացել ու PR ակցիաներ իրականացրել։ Ոստի հասարակությունը իրավունք ունի իմանալ, ինչու ձախողվեցինք ռազմաճակատում։ Այսքանից հետո հասարակությունը իրավունք ունի կասկածել, որ ռազմական բյուջեի նվազեցումն ու պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը խաղաղություն խոստացող Ադրբեջանի պահանջով է իրականացվում։ Պետք է մի բան հասկանալ։ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց արժանապատիվ ու երկարատև խաղաղություն։ Իսկ խաղաղության հասնելու լավագույն ճանապարհը մարդունակ բանակ ունենալն է, չէ՞ որ ուժեղի հետ են հաշվի նստում։ Այս խնդիրների շուրջ ենք զրուցել հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի հետ։ Азербайджанская республика и Республика Армения։ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված է խաղաղություն։ Չկա Սևանալիճ, բայց կա Գոյչալիճ։ Չեմ լսել, կամ չեմ կարդացել։ Ոչ թե ասելա, որ Սևանա լճի անունը Գոյչա է, այլ ասելա, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզների, ասում մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլն։ Պատերազմի մի շարք մասնակիցներ, ռազմական փորձագետներ վերջին 5 տարիներին պնդում են, որ եթե այն չդադարեցվեր, հայկական կողմը չէր պարտվի։ Դուք ծանոթ եք այս գնահատականներին եւ կիսում եք դրանք։ Ծանոթ եմ եւ հիմնականում կիսում եմ այդ գնահատականները, դա պայմանավորված է նրանով, որ 20 թվականի նոյեմբերի սկզբին, երբ պատերազմը դադարեցվեց, Ադրբեջանը իր հարձակողական պոտենցիալը սպառել էր եւ սպառազինության իմաստով եւ հարձակողական ստորաբաժանումների իմաստով։ Եվ եթե մենք շարունակեինք պատերազմը եւ ծմերը կարողանայինք անցկացնել, մեծ հավանականությամբ Ադրբեջանը սկսելու էր հետ նահանջել։ Պատերազմը կանգնեցվեց մենակ մի պատճառով, որովհետեւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ի սկզբանե մտել էր պատերազմի մեջ պարտվելու նպատակով եւ դա իդեալական պահն էր պարտություն արձանագրելու։ Հակառակորդը մտել էր Շուշի, թե մենք կարող ենք իրենք Շուշին շրջափակենք, բայց դա անելու փոխարեն դա օգտագործվեց որպես առիթ պատերազմը մեր համար վատարագույն կետում դադարեցնելու համար։ Իշխանությունները հայտարարում էին, թե հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի առանձին հատվածներին, հաշվի առնելով, որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություններ է պարունակում։ Այդուհանդերձ այն ուղարկվեց ազգային ժողովի արխիվ։ Ինչու՞։ Ճշգրիտ պատասխանը չգիտեմ, որովհետև փաստաթուղթին ծանոթ չեմ, բայց կարող եմ ենթադրել հետևյալը, որովհետև այդ փաստաթուղթը կազմել են իշխանության կողմնակիցները, բայց իրականում փաստաթղթում պարունակվում են այնպիսի տեղեկություններ, որոնք ցույց են տալու գործող վարչախմբի մեղքը պատերազմը կանխամտածված պարտության տանելու։
եւ կոնկրետ ձախողումների, որը եւ հետագայում հիմք հանդիսանելու համապատասխան քրեական պատասխանատվության համար։ Որքան են արժանահավատ իշխանությունների հիմնավորումները ռազմական բյուջեի նվազեցման, ժամկետային զինծառայության տևողության կրճատման վերաբերյալ, արդյոք վերոնշյալ քայլերը նպաստում են բանակի հզորացմանը։ Հիմա ամբողջ աշխարհում տեղի ունենում ռազմական բյուջեների ավելացում, եթե տեղյակ եք, օրինակ ՆԱՏՕ-ի շրջանակներում հիմա արդեն պայմանավորվածություն ձեռք բերված մինչև 2030 թվականը ռազմական բյուջեները հասցնել ՀՆԱ-ի 5%-ին, որը հսկայական թիվ է, որովհետև հիմա մոտավորապես 2-2.5% է։ Շատ քիչ երկրներ կան, որ դրանից ավել ունեն, եւ նախատեսվում է 5%-ի հասցնել։ Ադրբեջանի ռազմական բյուջեն չի կրճատում, հաջորդ տարին աճում է 4%-ով այս տարվա համեմատ, ժամանակակից սպառազինություն է գնում։ Մենք կտեսնենք արդեն այդ սպառազինությունը, նրանք արդեն փորձարկում են, ցույց են տալիս այդ սպառազինությունը, գիտենք նաեւ որ կործանիչ ավիացիա են գնում եւ այլն, եւ այդ պայմաններում մեր կողմից նվազեցնելը սպառազինությունների գնումը դա ինքնասպանության է հավասար։ Բացարձակ աբսուրդային է հնչում Հայաստանի ղեկավարության հայտարարությունները նրա մասին, որ ռազմական բյուջեն կարելի է կրճատել եւ դա որևէ կերպ չի վնասի մեր պաշտպաննակությանը։ Իհարկե կվնասի անխուսափելիորեն։ Հայտարարվեց, թե զինված ուժերի զարգացման ռազմավարության հիմքում լինելու է ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ բանակի մոդելը, եւ որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս լուծելու խնդիր չունի։ Այս դեպքում որտեղ են մնում հակահարձակումը, հակառակորդի տարածքում նրա կարակագետերի լրացումն ու նմանատիպ մարտական խնդիրները։ Հարցի պատասխանը հենց հարցի մեջ է։ Չկա տենց բանակ, որը կարող է միայն պաշտպանվելով պատերազմ խախտել։ Անհնար է, եթե քեզ սպառնում են պատերազմով, դու պետք է ընդունակ լինես առաջինը պատերազմը տեղափոխես հակառակորդի տարածք, մասնապես նաև հաշվի առնելով, որ շատ հատվածներում մեր տարածքը ռազմավարական խորություն չունի, մասնապես հարավում, Վայոց ձորում եւ Սյունիքում։ Դու չես կարող այնտեղ միայն պաշտպանվես։ Եթե դու այնտեղ միայն պաշտպանվում ես, դու երաշխավորված պարտվելու ես։ Դու այնտեղ պետք է կարողանաս ընդհակառակը առաջ գնաս, որպեսզի պատերազմը տեղափոխես հակառակորդի տարածք։ Եվ երկրորդը, կա այդպիսի པարզ գաղափար ռազմավարական զսպում։ Դա այն սպառազինության միջոցներն են, մասնապես հեռահրթիռները եւ այլն, որոնք չեն օգտագործվում սովորական ժամանակ, բայց եթե հակառակորդը մտել է քո տարածք եւ սպառնում է քո կենսական կարողություններին, դու ստիպված ես դրանք օգտագործել, ինչպես Իրանը դա արեց օրինակ Իսրայելի դեմ, որպեսզի հակառակորդին դրանով կարողանաս ինչ-որ իմաստով կաշկանդես։ Ուստի չի կարող լինել միայն պաշտպանական բանակ, դա հերթական կեղծիքն է, որով փորձում են մեր ժողովրդին կերակրել։ Սևանալի չկա, կա գյոյչա, օրերս հայտարարել է Իլհամ Ալիևը, հավելելով, որ այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը, ծրագրերն ու պահանջները խաղաղությանն են միտված, թե ագրեսիային ու զավթողականությանը։ Բնավ խաղաղության չեն միտված, առաջին հերթին պետք է հիշել, որ Ադրբեջանի բռնապետական ղեկավարությունը խնդիր ունի սեփական ժողովրդին անընդհատ կերակրել հակահայկական տարբեր խոսույթներով, նարատիվներով, բայց որը ավելի վտանգավոր է, երբ որ նա սկսում է այդ գործընթացը, այդ խոսույթների, ինչ որ բայ պետք է նաև ինչ որ գործողություններ իրականացնի, դրանք ոնց որ հողի վրա իրականացություն դարձնելու համար։ Ոստես կարծում եմ, որ սպառնալիքները պատահական չեն, հայ ժողովուրդը դրանց դիմադրում է, նախ սահմանադրության փոփոխությանը, դիմադիր տարբեր ուժերի կազմալուծմանը եւ այլն։ Ինչ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իրական խաղաղության հասնելու համար։ Իրական խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հնարավոր է միայն հզոր Հայաստանի պայմաններում։ Այն Հայաստանն է, որը տնտեսապես զարգացած է, ժողովրդավար է, ունի հզոր բանակ, անվտանգային համակարգ, որտեղ իդեպ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է իր դերը երկրի պաշտպանության մեջ։ Պարտադիր չի նա բնականաբար բանակում լինի, բայց նա կամ պետք է լինի պահեստազորում, կամ պետք է ունենա որոշակի դեր քաղաքացիական պաշտպանության կամ ռազմարտությունաբերությամբ զբաղվի, կամ սննդի անվտանգությամբ զբաղվի, էներգետիկ եւ այլն։ Այսինքն ամբողջ երկիրը պետք է դառնա հզոր պաշտպանված ամրոց, որը Ադրբեջանի համար դառնա անխոցելի։ Հետ կանգնի շանտաժի եւ սպառնալիքների ագրեսիայի քաղաքականությունից։ Միայն այն դեպքում, երբ որ Ադրբեջանը զգա Հայաստանի ուժը նորից, ինչպես նա զգացել էր սրանից 30 տարի առաջ, նա հետ կկանգնի իր, այսպես ասած, ագրեսիվ քաղաքականությունից։ Ուժերի հաշվի կշիռնա։ Ուրիշ որևէ կերպ խաղաղություն երկարաժամկետ հնարավոր չի, որովհետև քանի մենք թույլ ենք Ադրբեջանը պարբերաբար այդ հնարավորություններից օգտվելու։ Բազմազավակ ընտանիքների սոցիալական հոգսերը միշտ չէ, որ ազդում են կյանքի որակի վրա։ Կան ընտանիքներ, որտեղ, ինչպես ասում են, քանակն ու որակը ուղիղ համեմատական են։ Կարծնեք, ո՞րն է նման ընտանիքների երջանկության բանաձևը։ Իհարկե, սերը։ Ամուսինների միջև սերը, հիմնված փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության վրա։ Ծնողական սերը, երբ ծնողը երեխային չի դարձնում իր տրամադրության խաղալիքը, գիտակցելով, որ երեխաները սուրբ են ու մաքուր։ Մի խոսքով, ցանկացած հասարակություն, որտեղ նման ընտանիքները տեսակարար մեծ կշիռ ունեն, զարգանալու է եւ բարգավաճելու է։ Ցավոք Հայաստանում այս առումով պարծենալու շատ բան չունենք։
Ծափատաղ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որին ի դեպ քիչ անց կանդրադառնանք, դրա վառ ապացույցն է։ Բայց բարեբախտաբար սիրով ու համերաշխ ապրող բազմազավակ ընտանիքներ ևս կան։ Այդպիսին է Մայրաքաղաքի Քանաքեր Զեյթուն համայնքում վարձակալության բնակվող Մարտիրոսյանների ընտանիքը։ Տաթևն ու Համլետը 6 անչափահաս երեխա ունեն, 5 որդի ու 1 դուստր։ Չնայած սոցիալական դժվարություններին, ամուսիններն ամեն կերպ փորձում են երեխաներին երջանիկ պահեր պարգևել։ Այդուհանդերձ, ինչպես խոստովանում է Տաթևը, կենցաղային հոգսերն այնքան շատ են, որ դժվար է լիարժեք կենտրոնանալ երեխաների զարգացման վրա։ Եվ իսկապես, ինչպես կենտրոնանալ, եթե ամսական 100,000 դրամ վարձ են տալիս, մինչդեռ ամուսինը աշխատելով պոլիէթիլենային թաղանթների գործարանում ընդամենը 60,000 դրամ է ստանում։ Ճիշտ է, նպաստառու են, սակայն գումարը չի բավականացնում անգամ էլեկտրական վառարան գնելու համար։ Իսկ առջևում ձմեռը, ջեռուցման խնդիրը դառնում է առաջնային։ Ու եթե հավելենք, որ 8 հոգով քնում են մի սենյակում եւ լոգանքն ընդունում բետոնի վրա, ապա ընտանիքի անելանելի վիճակի մասին պատկերացումները դառնում են ամբողջական։ Սվետլանա Ավդիշյանի տեսանյութը վերնագրել ենք «Սառը տան տաք սերը»։ Քանաքեր Զեյթունի այս համեստ տանն է ապաստանել Մարտիրոսյանների ընտանիքը։ Բարձով են ապրում անմխիթար պայմաններում։ Խոնավ պատեր, հնամաշ կահույք, փոքրիկ խոհանոց, բետոնե սանհանգույց, կարճ ասած, ծանր ու բարդ կենսապայմաններ։ Ամենադժվարը սակայն ձմռանն ընդառաջ ջեռուցման խնդիրը լուծելն է։ Այստեղ գազ չկա քաշած, ասենք ես հիմա դեռ շատ ցուրտ չի, ասենք տաքացնում եմ տայնով, բայց պետք է որ չգիտեմ լինի փչովի պլիտա, որովհետև մտածում եմ երևի վառելա փայտ ավելի դժվար կլինի, փոքրիկս շատ աշխուժ է, ձեռքը կկպցնի ու կվառի, դրա համար վառել չեմ ուզում, փեչ համել ուրիշի տուն է, վերջում եկել չգան ու ասեն մրոտել եք լողանում ենք, անընդհատ կամ ընդեղից կամ էլ ստեղից գցում է, մենք լողանու ընթացքում ուսում ենք։ Տաթևն ու Համլետը 6 անչափահաս երեխաներ ունեն, 5 որդի ու մի աղջիկ։ Ամբողջ ընտանիքով 8 հոգով տեղավորվում են այս փոքրիկ հյուրասենյակում, որովհետև տանն ուրիշ սենյակ չունեն։ Երեխեքը շատ են, ասենք չես կարող, ասենք աղջկան տաղու հետ քնցնես, տարբերությունը լիքն է, էլի։ Ասենք Տալիբանում աղջկա, ինքը առանձին իր սենյակը։ Ծնողները պատմում են, որ երեխաները շատ են կաշկանդվում իրենց ապրուստից։ Հյուրասենյակը համատեղությամբ ննջասենյակ է, նաև երեխաների խաղասենյակը, միայն թե առանց խաղալիքների։ Տեղ չկա, որ իրենց բաներ դնեմ, այս պահարանն էլ տանտիրոջն է, այս ավել բան չեմ կարող անեմ։ Խաղալիքները որտեղ դրված։ Չունեն խաղալիքներ երեխաները։ Որովհետև չեմ հասցնում դրան, որ կարողանամ գնել խաղալիքներ։ Ինչպես բոլոր ընտանիքներում, այս մեկում եւս կան անիրական թվացող երազանքներ։ Ավագ որդին Արտյոմը երազում է դերասան դառնալ։ Դպրոցում Թումանյանի չարի վերջն են բեմադրել, ներկայացման մեջ է խաղացել ու ուսուցիչները հաճելիորեն զարմացել են։ Գովել են ասել, որ տաղանդ ունի ու պարտադիր պիտի թատերական որևէ խմբակ հաճախի։ Միայն թե դեպի երազանք տանող ճանապարհին ֆինանսական բազում խնդիրներ կան։ Երազում եմ թատերական սովորեմ։ Դպրոցում մենք թատերական բան պետք է խաղայինք։ Ինձ շատ լավ խաղացի, տնօրինությունը ամեն ինչ ինձ գովացին։ Դրա համար այդտեղից ես իմ մեջ ֆիքսեցի, որ ուզում եմ ես թատերական սովորեմ։ Երազում եմ իմ ընկերների պես հեռախոս ունենալ։ Իսկ ինչ կանես հեռախոսով, որ հեռախոս ունենաս, ինչ ես անելու։ Հեռախոսով բանը գնալու եմ դպրոց, բանջիկի սանգեմ։ Ընտանիքի հայրը Համլետը օր ու գիշեր աշխատում է, չարչարվում, որ երեխաները իրենց դպրոցահասակ ընկերներից հետ չմնան, բայց պոլիէթիլենային թաղանթների արտադրամասում վաստակած 60,000 դրամ աշխատավարձով կարողանում է հազիվ սննդի հարցը լուծել։ Իսկ ահագինը Տաթևը չի աշխատում, նա է երեխաների միակ խնամակալը։ Ճիշտ է, այս ընտանիքը նաև նպաստառու է, բայց ստացած գումարը չի բավականացնում արժանապատիվ ապրելու համար։ Ես ստանում եմ 62,000 նպաստ եւ երկու երեխաներին 50,000 դրամները, փոքր երեխայիս եւս 31,600 դրամ, որից ես վճարում եմ 100,000 տան վարձը, երեխաների դպրոցի գումարները եւ նրանց հագնել ու ուտել։
Ամուսինները խոստովանում են, 6 երեխաների ապրուստը մի կերպ ծայրը ծայրին հասցնելով են հոգում։ Այս ընթացքում նաև շատ պարտքեր են կուտակել խանութներում, որ երեխաները քաղցած չմնան։ Բացի այդ, առջևում ձմեռ է, իսկ ընտանիքը տարատեսակ իրերի պակասություն ունի։ Հիմա արդեն աշունը, արդեն ձմեռա գալիս, ես պետք է երեխաներին առնեմ բոլորին սապոկներ, աղջկաս պետք է առնեմ կուրտկա, տղաները, ասենք ոնց որ անցած տարի որ առել եմ, այդ կուրտկաները այս տարի կհագնեն։ Աղջկաս համար պետք է առնեմ այդ ամեն ինչը, տան համար պետք է առնեմ փչովի պլիտա, որը ու այդ ամեն ինչը գումարի հետ է կապված, որը չգիտեմ, ասենք ոնց եմ հասցնելու, որ անեմ։ Ես ուզում եմ վայանում ունենք, ոչ մեսենք։ Զմանը։ Ու չնայած բազում սոցիալական խնդիրներ ունեն Մարտիրոսյանները, բայց ընտանիքում միմյանց նկատմամբ ջերմության ու հոգատարության պակաս չկա։ Ծնողները ջանք ու եռանդ չեն խնայում, որ երեխաները իրենց սիրված ու պաշտպանված զգան անկախ նյութական դժվարություններից։ Սիրելի հեռուստադիտող, այս փոքրիկ մարմնով ու փխրուն հոգով երեխաները բոլորիս աջակցության կարիքն ունեն։ Մեզանից յուրաքանչյուրի գթառատությունն ու մի բուռ ուշադրությունն անգամ կարող են պարզապես բեկել նրանց ճակատագրերը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Համապատասխան հայտարարությունը տեղադրելուց առաջ նախ այս մասին պարտավոր կլինեք ծանոթել պետությանը։ Այն, ինչ կարդացել են օրենքի նախագծում, իրենց համար անակնկալ է եղել։ Երկրորդ մասնագետ ներգրաված չի եղել։ Ասում են, այսպես պետությունն արժեզրկում է այն գործը, որն իրենք անում են։ Նախագծի հեղինակները չեն պատկերացնում Realtor-ի էությունը։ Հայտարարության մեջ մի բան, իրականությունը մեկ այլ։ Գույքերի մեծ զանգված ունի փաստաթղթավորման որևէ խնդիր։ Անշարժ գույքը այլևս հնարավոր չի լինի համապատասխան կայքերում պարզապես հայտարարել, թե վաճառվում է։ Սեփականությունը ազատորեն տնօրինելու իրավունքի խախտում է։ Պոտենցիալ գնորդներին իրար հակասող տեղեկություններ են փոխանցում։ Հակամրցակցային խնդիր կա այնտեղ։ Նրանք էլ պետք է գրանցվեն կենտրոնական բանկում որպես կասկածելի գործարքների հետ առնչվողներ։ Չի կարող առնվազն գնահատել, արդյոք այս գործարքը կասկածելի է։ Որ կողմից սպանված երեխան մեզ հիշեցրեց, որ հանրային կառավարման համակարգում ինչ որ բան այն չէ։ Էլի իրար եմ ուտում։ Գիտես, խառնվես, չխառնվես։ Որն էր սպանության մոտիվը։ Ինչու պետք է հայրը սպաներ 3-ամյա երեխային։ Իրենք առնվազն պետք է հերոսանան, որպեսզի կարողանան դա անել։ Պետք է ստիպեր տեղի սոցիալական ծառայությանը ճակատավոր տագնապի կոճակը սեղմել։ Ինչ է անում դրա հետ։ Ոչ եմ սպասել ինչ-որ մեկին ապայման սպանի։ Ինչու այս մարմինները ժամանակին չեն կանխել ընտանիքում հասունացող աղետը։ Պիտի ունենային իրար հաջորդող գործողությունների շարք։ Ընդգրկվել է թեմային որևէ կերպ չտիրապետող համայնքապետարանի հավաքարերը։ Մասնագետ չի։ Բյուրոկրատական մեքենան ամենուր աշխատում է միևնույն տրամաբանությամբ։ Շատ բարդ է որևէ մի բռնացող ծնողի ծնողական իրավունքների դադարեցումը։ Realtor մասնագիտություն, որը սկսած շինարարական բումի ժամանակներից լուրջ տարածում է ստացել։ Եթե որևէ մեկը, ասենք list.am կայքում բնականի վաճառքի հայտարարություն է տեղադրել, կհաստատի, որ հայտարարության յուրաքանչյուր թարմացման դեպքում կարող է մի 10 realtor-ից համագործակցության առաջարկով զանգ ստանալ։ Ինչու եմ այս մասին խոսում կարծնեք։ Բանն այն է, որ օրենսդրական նոր նախաձեռնություններով կադաստրի կոմիտեն փորձում է սահմանափակել realtor-ների գործունեությունը։ Անգամ երբ արհեստական բանականությանն է քարցնում, թե ով է realtor-ը, պատասխանում է մասնագետ, ով օգնում է անշարժ գույքի գնորդին եւ վաճառողին, որպեսզի գործարքը անցնի օրինական, արդյունավետ եւ շահավետ։ Խնդրում եմ այս սահմանումը հիշեք, որպեսզի հասկանաք, թե ինչու են այս համայնքի ներկայացուցիչները վիրավորված կադաստրի կոմիտեի օրենսդրական առաջարկից, ըստ որի realtor-ը ուղղակի համարվելու է գործարքների միջնորդ։ Անընդունելի են համարում, որ օրենսդրական փաթեթը խորհրդարան է հասել առանց համայնքի հետ քննարկումների, այլապես կապացուցեին, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ, եթե կադաստրի կոմիտեն պատասխանատու այդ բեռը ամբողջությամբ վերցնի իր ուսերին։ Մանրամասնեմ։ Օրենսդրական փաթեթը սահմանում է, որ եթե քաղաքացին ցանկանում է վաճառել իր անշարժ գույքը, պետք է տվյալները մուտքագրի կադաստրի կոմիտեի վճարովի համակարգ, որից հետո այն տեղադրի, ասենք list.am-ում։ Սա այլ կերպ, քան քաղաքացու սահմանադրական իրավունքների ոտնահարում չես անվանի։ Ասենք պետության ինչ գործն է, թե քաղաքացին իր գույքը ինչպես է տնօրինում։ Սա էլ բավարար չէ, realtor-ների հետ առուցախի պայմանագրերի կետերն են որոշել իրենք սահմանել, խախտելով ազատ պայմանագրային հարաբերությունների սահմանը։ Բայց փոփոխություններն այսքանով չեն ավարտվում։ Պարզել ենք, որ Հայաստանում արդեն գործում է իրավակարգավորում, ըստ որի եթե realtor-ը գործարքի մեջ կասկածներ է տեսնում, պետք է անհապաղ տեղեկացնի կենտրոնական բանկին։ Հակառակ դեպքում կպատժվի։
Ինչպես։ Եվ ինչ չափանիշերով կասկածել։ Այս եւ այլ հարցերի պատասխանները Էդուարդ Պողոսյանի Կադաստր Realtor թնջուկը տեսանյութում։ Կադաստրի կոմիտեն որոշել է կարգավորել ռեալթորական գործունեության ոլորտը, բայց եթե նույնիսկ անգամ որոշեք առանց միջնորդի վաճառել ձեր անշարժ գույքը, ապա համապատասխան հայտարարությունը տեղադրելուց առաջ նախ այս մասին պարտավոր կլինեք ծանոթել պետությանը։ Ռիալթորական գործունեության մասին օրենսդրական նախաձեռնությունը 1 ամիս առաջ հասավ խորհրդարանի քննարկմանը, թեպետ տևական 2 տարի այն հանրային քննարկումների օրակարգում էր։ Ոլորտի մասնակիցների մտահոգությունը եկել է այնտեղից, որ օրենքի նախագծման ժամանակ որևէ տեղական միջազգային նախկին եւ ներկա ռիելթոր մասնագետ ներգրաված չի եղել։ Մասնագիտական համայնքում տագնապ է անշարժ գույքի գործակալության տնօրենը պատմում է այն, ինչ կարդացել են օրենքի նախագծում, իրենց համար անակնկալ է եղել։ Նախ ամենասկզբից ով է ռիելթորն ըստ կադաստրի կոմիտեի։ Սա հասկանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 բացատրության ծանոթանալ։ Առաջին հերթին ամենապարզ մեկնաբանությամբ այն մեկը, ով համապատասխան ծառայություններ է մատուցում, իսկ որն է այդ ծառայության սահմանումը։ Նախագծում ըստ էության գրել են միջնորդություն է անշարժ գույքի օտարման հետ կապված գործարքների համար։ Շարունակել են ռիելթորները նաև կառավարում են անշարժ գույքը, դրա նկատմամբ գույքային իրավունքների աճուրդներ ու մրցույթներ կազմակերպում։ Իրենք ռիելթորները սակայն համաձայն չեն այս ձևակերպումների հետ, ասում են այսպես պետությունն արժեզրկում է այն գործը, որն իրենք անում են։ Այս մասնագետների խնդիրն այլ է, պնդում են։ Ըստ քաղաքացիների, եթե մտածենք, դա մարդկանց է ծանոթացնում միմյանց կամ այլ ըստ այդ օրենքի նա ուղղակի ցուցակող է, այսինքն հայտարարություն տվող է։ Մինչդեռ գործակալը միջազգային հարթակներում եւ զարգացած շուկաներում մատուցում է ծառայություններ կոնկրետ կողմի համար։ Ինձ մոտ այնպես տպավորություն է, որ նախագծի հեղինակները չեն պատկերացնում ռիելթորի էությունը։ Ռիելթորն իր ոնց որ փաստաբանը կոնկրետ կողմի շահերը ներկայացնող մասնագետ է։ Ընդ որում շատ абսուրդային նորմալ կա, ասում են, եթե դու ռիելթոր դարձար, դու միաժամանակ համարվում ես գույքի կառավարիչ։ Այսինքն ռիելթորը իրավունք ունի որոշի, որ ինքը կառավարիչ չի, ինքը միայն ռիելթոր է։ Սահմանումներից, ձևակերպումներից անցում առուծախին հենց խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքը, բնակարանը, հողամասն ու ավտոտնակը, մի խոսքով անշարժ գույքը, այլևս հնարավոր չի լինի համապատասխան կայքերում պարզապես հայտարարել, թե վաճառվում է։ Այս մասին առաջնահերթ պետությանը կարիք կլինի ծանոթել, ընդ որում ծանոթումն էլ անվճար չի լինի։ Համակարգը սպասարկել է պետք։ Սա սեփականատիրոջ իր սեփականությունը ազատորեն տնօրենելու իրավունքի խախտում է, որ դա սահմանադրական իրավունք է, այսինքն սեփականատերը ինքն է որոշում, թե ինչ եղանակներով պետք է իր սեփականությունը օտարի տնօրինի։ Հակամրցակցային խնդիր կա այնտեղ, որ քաղաքացիները երբ որ նույնականացնում են իրենց գույքը, այնտեղ կադաստրի կոմիտեն առաջարկելու է որոշակի պորտալներ, որպեսզի քաղաքացին կարողանա միանգամից հայտարարությունները տեղադրի այդ հարթակներում։ Այդպիսի հարթակները կստեղծվեն շատ ավելի շատ եւ կզարգանան։ Իսկ նման հարթակները գովազդում են եւ խրախուսում են առանց միջնորդ վաճառքը։ Հետևաբար պետությունը որոշակի գործիքակազմով փորձում է մասնավոր շուկայում առաջնահերթություն տալ որևէ բիզնես մոդելին, որը հակասում է ռիելթորական բիզնես մոդելին։ Գույքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն լրացնի համակարգ ոչ միայն իր գույքի վերաբերյալ, ինձ համար նաև абսուրդային տվյալներ, քաղաքացու հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե։ Կադաստրի կոմիտեում խնդիրն այլ անկյունից են դիտարկում անշարժ գույքով հետաքրքրվողներին, պոտենցիալ գնորդներին իրար հակասող տեղեկություններ են փոխանցում, հայտարարության մեջ մի բան, իրականությունը մեկ այլ։ Այսօր ցուցակագրվող գույքերի մեծ զանգված ունի փաստաթղթավորման որևէ խնդիր կամ համապատասխանաբար սեփականության իրավունքի գրանցման տվյալները եւ ցուցակագրման տվյալները առնվազն ոչ ամբողջությամբ են համապատասխանում մեկը մյուսին եւ բովանդակային առումով գնորդին կամ հետաքրքրվող անձին դնում են թյուրիմացության մեջ արտապատկերելով այնպիսի տեղեկատվություն, որը տեղեկատվական շտեմարաններում բացակայ։ Կոմիտեի ղեկավարը մանրամասնում է գույքով հետաքրքրվողները երբեմն ստիպված են լինում երկար ժամանակ ծախսել, սպասել, այն էլ ինչին։ Թովմասյանն օրինակ է բերում, ասենք, ժառանգության ընդունման խնդիրների լուծմանը։ Այս պարագայում ցուցակագրում իրականացված գույքը արդեն իսկ տրվյալ օրվա դրությամբ ստուգում է անցնելու շտեմարանով եւ ցուցակագրվելուց արդեն արտապատկերվելու են դրա վերաբերյալ այն բոլոր
հետաքրքրող տվյալները, որը առաջին մոտեցմամբ գնորդին որպես շահագրգռված անձ կհետաքրքրի։ Ռիելթորների կյանքում արդեն գործող փոփոխության մասին նրանք էլ պետք է գրանցվեն կենտրոնական բանկում որպես կասկածելի գործարքների հետ առնչվողներ։ Փողերի լվացման դեմ է պայքարում պետությունը։ Ավելի պարզ ասած, եթե ռիելթորը գործարքի հետ կապված կասկածներ ունենա, թե փող եք լվանում, գլխավոր դրամատուն պետք է մտահոգությունները հասցնի, տեղյակ պահի։ Որ փաստաբանների վրա են դնում այդ պարտականությունը, էլի հասկանալի է, որտեղ փաստաբան իրավաբան է, ինքը կարա գիտակցի հասկանա արդյոք այս օրենքի տեսանկյունից խնդրարից այս գործարքը։ Ռիելթորը մասնագետ չի, ռիելթորը չի կարող առնվազն գնահատել արդյոք այս գործարքը կասկածելի է, հաղթում կա թե չկա։ Երբ որ տեսնում ենք մարդիկ խնդրահարույց են, այսինքն տարօրինակ դա արդեն բանով կատեգորիաներ կան, այսինքն մեզ ուղեցույց է տրված։ Գալիս եք, ասում եք, օրինակ, ես մի մասը ուզում եմ կանխիկ տամ գումարի։ Այսինքն կասկածա, որ դա կեղտոտ փող է, կամ շուկայականից անհամեմատ էժան բնակարան եք վաճառում։ Բայց դա ձեզ համար չափելի է։ Որոշ չափով այո։ Վերադառնալով դաշտի խաղի կանոնների գրեթե ամբողջական փոփոխությանը, որը մասնագետների կարծիքով անշարժ գույքերի պարզ առուծախը քաոսի է վերածելու, ավելին կասկած ունեն, թե այսպես իշխանությունը փորձ է անում անուղղակի աջակցել ոլորտի խոշորներին, որպեսզի մյուսները, այսինքն անշարժ գույքի փոքր գործակալությունները դուրս մնան մրցակցությունից։ Նախագիծը խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի միասնական համաձայնությամբ գնացել է լիագումարի օրակարգ երկրորդ ընթերցման, առանց բուն կառուցվածքը վնասելու իհարկե կադաստրը մի շարք փոփոխություններ արել թեպետ ռիալթորների համար շարունակում է անհասկանալի մնալ նաև այս հանգամանքը, թե ինչու հանձնառությունը դրեցին կադաստրի կոմիտեի ուսերին եւ ոչ օրինակ էկոնոմիկայի նախարարության, բայց մինչեւ քաղաքական գլխավոր դահլիճ հասնելը այս մասին իշխանական падգամավորի մեկնաբանությունը կարճ։ Առաջարկները անսպառ են, այսինքն միշտ կան, բայց եթե մենք հիմա ընկնենք այդ մշտական քննարկումների ցիկլի մեջ, դրանից դուրս չենք գա։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում օրեր շարունակ տևած մղձավանջը հանրությունը դեռ երկար կհիշի։ Կհիշի, որ մեր կողքին ապրում է նաև մեկը, ով կարող է խեղդել սեփական երեխային, թաքցնել մարմինը, հետո մասնակցել որոնողական աշխատանքներին, ձևացնելով թե օգնում է հարյուրավոր փրկարարներին ու կամավորներին, եւ այդ ընթացքում իր ձեռքերով խեղդած երեխայի մարմինը տեղափոխի տեղից տեղ, ֆերչմել թողնի հողի վրա առանց թաղելու։ Այո, սա մեր երկրում է տեղի ունեցել, Հայաստանում։ Էլ ինչ պիտի լսենք ու տեսնենք, դժոխային էլ ինչ տեսարաններ պիտի ապրենք, որ վերջապես սթափվենք։ Հիմա այն մասին, թե ինչ նկատի ունեմ սթափվել ասելով։ Մինչև չի լինում սպանության, բռնաբարության ու անետ կորչելու դեպք, չեն իրականացվում կանխարգելիչ միջոցառումներ։ Մինչդեռ այս սարսափը գուցե տեղի չունենար, եթե խնամակալության մարմինները ժամանակին արձագանքեին։ Դե գիտեք, որ համայնքներում գործում են խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներ, որոնք պարտավոր են մշտադիտարկումներ անել։ Երբ վտանգված են երեխայի առողջությունը, բնականոն զարգացումը, սնվելու եւ հիգիենայի պայմանները, խնամակալության մարմինը պետք է ծնողին տա հստակ ժամկետ խնդիրներն ուղղելու համար, հակառակ դեպքում պետք է երեխաներին ծնողներից հեռացնելու միջոց ձեռնարկի, որքան էլ որ երևույթ անմարդկային թվա։ Ամենայն դեպս այդպես են անում Շվեդիայում, մասնավորապես երբ սոցիալական ծառայությունները տեղեկանում են, որ երեխան ապրում է վտանգավոր միջավայրում, աղքատություն, ծնողի հաշմանդամություն, սննդի կամ անվտանգության պակաս, նրանց իրավունքն ու պարտականությունն է երեխային ժամանակավորապես հեռացնել ընտանիքից։ Երեխան տեղափոխվում է խնամատար ընտանիք կամ հատուկ կենտրոն։ Իսկ ինչ ենք անում մենք։ Ճիշտ է, փակում ենք հատուկ կենտրոնները, մանկատները, չենք զարգացնում հոգեբանների ինստիտուտը, չենք ձևավորում հոգեբանական աջակցության համակարգ, որի միջոցով հնարավոր կլիներ աջակցել ծնողներին։ Ասել է, թե եթե նման ընտանիքներին չի ցուցաբերվում սոցիալական ու մասնագիտական աջակցություն, ուրեմն պետք է չէ զարմանալ, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք կարող են ուղղակի սպառնալիք դառնալ սեփական երեխայի համար։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի «Խեղդված երեխա քնած» համակարգ տեսանյութը։ Երեկամյա Տիգրանի պատմությունը դարձյալ շոկի ենթարկեց հայաստանցիներին։ Օրեր շարունակ տասնյակ ծառայողների եւ կամավորների փնտրտուքը ի վերջո ունեցավ ողբերգական վերջաբան։ Նախաքննության վարկածով, որ կողմից սպանված երեխան մեզ հիշեցրեց, որ հանրային կառավարման համակարգում ինչ որ բան այն չէ։ Գուցե հենց այդ ինչ որ բանի հետևանքով է, որ պարբերաբար նման ահասարսուլ իրադարձությունների ականատես ենք դառնում կամ չենք դառնում, որովհետեւ դրանք մնում են մեր աչքից եւ լրահոսից հեռու։ Առաջին հարցը, որը բոլորիս հետաքրքրում է,
Որն էր սպանության մոտիվը։ Ինչու պետք է հայրը սպաներ 3-ամյա երեխային։ Նախարար Արփինե Սարգսյանի խոսքով անձը ցուցմունքում նշել է, որ հանցանքը կատարել է ընտանեկան որոշակի իրավիճակների ազդեցությամբ։ Խնդրից գուցե տեղյակ էին ընտանիքի շրջապատը, հարևանները, գուցեև ոչ։ Էլի իրար են ուտում։ Չգիտես, խառնվես, չխառնվես, միջամտես, գուցե վերջում դու վատամարդ դուրս գաս, ուղղակի հաշտվեն մարդիկ եւ ասեն ինչ ես միջամտել մեր անձնական կյանքին։ Ցավոք սրտի սա դասական իրավիճակ է մեր կենցաղում ու իսկապես մարդը չգիտի թե ինչպես իրեն պայի նման դեպքերում։ Նման իրավիճակները կանխելու համար պետությունը ստեղծել է մի քանի ինստիտուտ՝ միասնական սոցիալական ծառայություն, մասպետարանում երեխաների պաշտպանության բաժիններ եւ համայնքային սոցիալական աշխատողներ։ Ինչու այս մարմինները ժամանակին չեն կանխել ընտանիքում հասունացող աղետը։ Վստահաբար հնարավոր էր մինչև այս էլ պարզել, որ մարդկանց մոտ մի բան այն չէ։ Խնդիրը բազմաշերտ է։ Փորձենք այն վերլուծել։ Սկսենք սոցիալական աշխատողներից, ովքեր խոցելի խմբերի պաշտպանության օղակներից են։ Այն աշխատակիցները համակարգի, ովքեր փորձում են երեխային կենսաբանական ծնողներից պաշտպանել կամ վիճող ամուսիններից պաշտպանել, հա, երբ որ ամուսինները վիճում են երեխայի խնամքի հետ կապված, իրենք առնվազն պետք է հերոսանան, որպեսզի կարողանան դա անեն։ Սոցիալական աշխատողները չունեն գործիքակազմ, իրավունքներ, պրոտոկոլներ, թե ասենք որ դեպքում եւ ինչպես կարող են միջամտել համայնքի բնակիչների կյանքին։ Այդ process-ում խոչընդոտների հանդիպելու դեպքում ում կարող են օգնության կանչել։ Ունենք տարբեր պատասխանատուներ եւ հավանաբար այդ տարբեր պատասխանատուները պիտի ունենային իրար հաջորդող գործողությունների շարք, եթե այսպես, ապա այսպես, եթե դա չի աշխատում, ուրեմն հաջորդ քայլը, եթե էս էլ չի աշխատում, անցնում ենք, այ մենք դա չունենք։ Այսինքն մենք ունենք տարբեր պետական կառույցներ, որոնց անելիքը հաճախ համընկնում է, բայց ռիսկային խմբի մարդկանց ուշադրության կենտրոնում պահելու համար այդ կառույցները աշխատանքային ընթացակարգեր եւ ռեսուրսներ չունեն։ Մեր երկրում մենք 5000 բնակիչ ունեցող համայնքին որոշել ենք, որ պիտի լինի մեկ սոցիալական աշխատող։ Եթե մեկ սոցիալական աշխատող ենթադրենք սպասարկում է 5000 հոգի, չգիտեմ, արդյոք նա հնարավոր է ակտիվ դեպք բարի 5000-ի։ Օրինակ, եթե ծափաթաղի երեխայի ընտանիքում կային խնդիրներ կամ ընտանիքի հայրը գտնվում էր անկայուն հոգեբանական վիճակում, ապա դա պետք է ստիպեր տեղի սոցիալական ծառայությանը ճակերտավոր տագնապի կոճակը սեղմել, որին կարձագանքեին նաև մի շարք այլ պետական մարմիններ։ Գյուղում կան բազմաթիվ կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդիկ, այդ թվում հաշվառդամություն ունեցող մարդիկ, այդ թվում սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ, առողջապահական խնդիրներ ունեցող մարդիկ, այդ թվում նաև ազատազրկման վայրից վերադարձած անձինք, որոնք եւս կյանքի դժվար իրավիճակում հայտնված են համարվում, եւ այստեղ մի հատ շատ բան է կարևոր, սոցիալական աշխատողը որտեղից է տեղեկանում այդ մարդկանց մասին։ Օրինակ, համապատասխան ծառայությունների աշխատակիցները հաշվարկում են իրենց վստահված համայնքում այս կամ այն ռիսկային անձի կողմից հնարավոր հանցանքի կատարման հավանականությունը։ Բնականաբար ոչ։ Եթե այս համայնքում ունենք այսքան թվով բնակիչներ, ովքեր ունեն հոգեկան հիվանդություն կամ հոգեկան առողջության խնդիր, ինչ ենք անում դրա հետ։ Ոչ ենք սպասել ինչ-որ մեկին անպայման սպանի։ Հայաստանում չկա որևէ ընթացակարգ, որով ասենք հոգեբուժարանը կամ պոլիկլինիկայի հոգեբուժը կպարտավորվեն սոցիալական աշխատողին փոխանցել իրենց բնակավայրում կամ թաղամասում ապրող ռիսկային պացիենտի վերաբերյալ տեղեկատվություն։ Ենթադրենք, սոցիալական աշխատողը գիտի եւ սոցիալական աշխատողը ուզում է ուղղորդում անել։ Մենք ամեն գոնե մեծ քաղաքում քանի հատ հոգեբուժական բրիգադում Երևան քաղաքում ունի մեկ հոգեբուժական բրիգադ։ Ռեսուրսի խնդիր կա նաև հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողովում։ Հաջորդ կառույցը, որը ստեղծել է պետությունը, որպեսզի հոգ տանի խոցելի խմբերի ներկայացուցիչների, երեխաների, անգործունակների, հաշմանդամների, հոգեկան եւ մտավոր խնդիր ունեցողների մասին։ Խնամակալության հոգաբարձության մարմինները բողոքում են, որ իրենք չեն կարող նույնիսկ դատարան հասնելու համար ունենալ ֆինանսական գումար, իրենց ճանապարհը ծախսի։ Եվ իրենք չեն վարձատրվում հանձնաժողովում իրականացվող, գործողությունների համար առանձին։ Եղել են նույնիսկ դեպքեր, երբ որոշում ընդունելու համար նիստ գումարող խնամակալության հանձնաժողովում ընդգրկվել է թեմային որևէ կերպ չտիրապետող համայնքապետարանի հավաքարարը։
ուղղակի որպեսզի մասնակիցների անհրաժեշտ թիվն ապահովվի։ Իրանք նույն համայնքի աշխատակիցներն են, որտեղ համայնքի ղեկավարի կարող է օգնականը լինել, նիստերի քարտուղարներ, այսինքն ով մասնագետ չի։ Սոցիալական հատվածի այս մարմիններից հետո գործը հասնում է ոստիկանությանը, որտեղ եւս չնայած վերապատրաստումներին չունեն անհրաժեշտ հմտություններ խոցելի խմբերի հետ աշխատելու համար։ Ծնողը դիմել էր երկար ժամանակ երեխայից չուներ որևէ կոմունիկացիա, եւ մենք ունեինք ուժի մեջ մտած դատական ակտեր, եւ այդ դատական ակտերով պետք է անհապաղ երեխան հանձնվեր ծնողին, իսկ երեխան գտնվում էր տատիկ պապիկի մոտ, իսկ մայրը տվյալ պահի դրությամբ ձերբակալված էր այլ երկրում։ Հենց նման իրավիճակներում են քաղաքացիները հասկանում, որ բյուրոկրատական մեքենան ամենուր աշխատում է միևնույն տրամաբանությամբ, անկախ նրանից, թե ինչպիսի ճկունություն է պահանջում գործը։ Այստեղ մենք առաջին բանը, որ ոստիկանությունից ստացանք, որ երբևէ 10 տարվա պրակտիկայում չէր եղել, ոստիկանությունը դեռևս փորձում է մեզանից ուզել դատական ակտ, որ ծնողը ունի խնամակալության իրավունք եւ ծնողը առհասարակ կարող է ապացուցել, որ ծնողն է հանդիսանում։ Ծնողը չի կարող որևէ մարմին այցելից տանի որևէ դատանի որոշում, որ ինքը ծնողն է կամ ունի այդ իրավունքը։ Վերադառնանք 3-ամյա Տիգրանի ողբերգական դեպքին։ Նրա անմխիթար վիճակում գտնվող քույրն ու եղբայրները փոխադրվել են Հայօգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն։ Ինչ կարգավիճակ կստանան նրանց կալանավորված հայրը եւ ազատության մեջ գտնվող մայրը, պարզ չէ։ Հաշվի առնելով նախկինում արձանագրված դեպքերը, երեխաների հետ ծնողների շփման սահմանափակումներ հնարավոր է չկիրառվեն։ Մեր երկրում շատ բարդ է որևէ մի բռնացող ծնողի ծնողական իրավունքների դադարեցումը։ Երեխաները մեզ մոտ են եկել հիվանդանոցից, երբ որ մայրը դանակահարել էր, դատապարտվելու տարիները ավարտվեցին, դուրս եկավ առաջի բանը, որ արեցին, ինքը իր երեխաներին վերցրեց պարզապես, որովհետև դատական ակտը այս մամայի վերաբերյալ չէր պարունակում երեխաների պաշտպանության կազմակերպման որևէ դրույթ։ Փաստն այն է, որ մենք որպես հասարակություն ահռելի գումարներ ենք վստահում կառավարությանը, որպեսզի ստեղծի նմանատիպ ողբերգական դեպքերը կանխող պետական մարմիններ, որոնցից շատերի մասին չենք էլ լսում, քանի որ դրանց հետևանքով մարդ չի մահանում, ուղղակի ճակատագրեր են խեղվում։ Այդ կառույցները, սակայն, ի տխրություն մեզ բոլորիս, առայժմ չափազանց ցածր արդյունավետություն են ցույց տալիս։ Արմեն Աթալյան, Վահրամ Ավոյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Մի 45 րոպե չարչարվում էին, ու սա այն դեպքում, երբ վարորդի կյանքը մազից էր կախված։ Մի նեղվի, Աստված հետը տա։ Ֆորդի դիմապակին կարելի է ասել ամբողջությամբ բացակայում էր, ու երբ ասացին, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, առաջինը ինչ մտածեցի, որ հենց այս սպիտակ տրանզիտի վարորդն ու ուղևորն են եղել։ Երկու վիրավորը Գետինը չի կարողացել պահել այդ զռլամային, ինչի հետևանքով վերջինը դուրս գալով երթևեկելի գոտուց, բախվելով ծառերին կողաշրջված հայտնվել է անտառի մեջ։ Առաջին անվադողի տեղը այս է։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ Mercedes-ի մի քանի դետալ շպրտվել վնասել էին հարևանությամբ կայանված Toyota-ի դիմապակին։ Գազ 53-ը խոտ էր տեղափոխում, գազ 31-ը միրգ բանջարեղեն։ Դե հիմա ասեք, այս աշխարհում արդարություն կա։ Տրոսից հեռու, կտրեց հանկարծ։ Ախր ինչի այլի սենց, ինչի պետք է նման դեպքերը պատահեն լավ մարդկանց հետ։ Աչ եկեք, տրեք, աչ եկեք։ 33 Քրիստոսի մահվան տարիքը նկատի չունեմ, այլ Բրյուսովի անվան պետական համալսարանի ավտոբուսում գտնված ուսանողների թիվը։ Երիտասարդները ուղևորվում էին Հաղարծին վանական համալիր էքսկուրսիայի, երբ ավտոբուսը դուրս է գալիս երթևեկելի գոտուց եւ կողաշրջված հայտնվում Զորակում։ Պատկերացնում եք 33 վիրավոր։ Չգիտեմ, նման վիճակագրությամբ վթար Հայաստանում երբևէ արձանագրվել է։ Վթարի հետևանքով հրաշքով զոհ չունեցանք, թեև մի քանի ուսանող միջին ծանրության վնասվածքներ էին ստացել։ Ականատեսները պնդում են, որ ավտոբուսի երթևեկելի գոտուց դուրս գալու պատճառը եղել է ճանապարհի անորակության պատճառով առաջացած սողանքը։ Շամշյանի կադրերում հստակ երևում են ճանապարհի ճաքերը, որոնք նույնպես կարող են այս վարկածի ապացույցը լինել։ Երկե վերջնական խոսքը իրավապահներին է, սակայն փաստն այն է, որ արդեն 1.5 տարի այս ճանապարհը որևէ ընկերության կողմից չի սպասարկվում։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել է, որ տվյալ ճանապարհը հանվել է սպասարկումից համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով։ Շատ բարի։ Իսկ ասենք դժվար է պատկերացնել, որ Հաղարծին վանական համալիրը ամենահաճախ այցելվող վայրերից մեկն է։ Ուստի տիտանական մտքի տեր պետք չէ լինել, հասկանալով, որ այդ ճանապարհը պետք է գտնվեր մշտական ուշադրության կենտրոնում։ Գոնե այս դեպքը Դիլիջանի Արու համայնքապետի համար դաս լինի շինարարական աշխատանքները արագ ավարտին հասցնելու համար։
Ներկայացվող տեսանյութում 6 դեպքից 4-ում մասնակցել են բեռնատարները ու հիմնականում խորհրդային արտադրության։ Սա իրականում սոցիալական խնդիր է։ Հատկապես մարզերում բնակվողների համար դժվար է ժամանակակից թեկուզ փոքր տարողությամբ բեռնատար գնելը, ու մարդիկ ստիպված սեփական անվտանգության հաշվին շահագործում են 50 տարվա պատմություն ունեցող, ասենք, զիլերը։ Ընդ որում, դատելով դրանց մասնակցության վթարների քանակից կարելի է եզրակացնել, որ հատկապես մարզերում խորհրդային արտադրության բեռնատարները շատ են։ Հետևաբար նոր վթարները, որոնց հիմքում նաև մեքենաների տեխնիկական խնդիրներն են, երկար սպասել չեն տա։ Սոցիալական ծանր իրավիճակում գտնվող հարգելի գյուղաբնակներ, իմ բեռնատարները հետևողական խնամք են պահանջում։ Մի զլացեք, հաճախ ստուգեք հատկապես արգելակման համակարգը, չէ՞ որ խոսքը ձեր իսկ կյանքի մասին է։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի ճանապարհի մահվան խաղը տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, բոլոր խաղերը խաղացել ենք, մնացել էին բեռնատարները, թե սրանց վարորդները ինչի կատաղեցին, չհասկացա։ Ներկայացվող 6 պատմությունից 4-ը բեռնատարների մասնակցությամբ է, եթե հաշվի առնենք, որ հաղարծինում ավտոբուսի կլխկոնձի տալը կնշանակի, որ այս տեսանյութը ծանր քաշայինների մասին է, ու մինչև կանցնեմ դեպքերի մանրամասներին արձանագրենք, որ մարզերում պայմանավորված սոցիալական վիճակի հետ խորհրդային բեռնատար վերապրուկները դեռևս լուրջ թիվ են կազմում, հետևաբար դեռ ականատեսը կլինենք դրանց մասնակցությամբ նոր պատահարների։ Բայց եկեք սկսենք ոչ թե մարզերի բեռնատարների շոուներից, այլ մայրաքաղաքի, ավելի կոնկրետ Աճարյան փողոցից դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհատվածում օրը ցերեկով տեղի ունեցածից։ Միշտ ասել եմ ու կասեմ, բեռնատար քշելը թթութան չի, ամեն մարդու բան չի։ Այդ անտերին պիտի այնքան ընտելացած լինես, նրան այնքան պիտի զգաս, որ այս սենց վիճակում չհայտնվես։ Գրեթե վստահ եմ, որ երբ վարորդը ապակինվի, կսկսի ասել, թե բա անիվը պայթեց կամ խոչընդոտ ստեղծեցին, չգիտեմ էլ ինչ եղավ, չէ եղբայր, բեռնատար վարելը քո բանը չի, բայց մինչ դա հասկանալը, դեռ փրկարարները պիտի նրան նախ դուրս բերեին մեքենայից։ Պատգարակը չէ, պատգարակը բերեն։ Մի խես նեղվում։ Մի նեղվի։ Աստված հետը տա։ Հետևից կարա դուրս գա։ Արումա դուրս գա։ Հետևից է քանում, ուրեմն։ Տեսնում եք, թե ինչպես են փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով փորձում վարորդին դուրս բերել մեքենայից։ Ես կասեմ 30 րոպե, դուք պատկերացրեք մի 45 րոպե չարչարվում էին, ու սա այն դեպքում, երբ վարորդի կյանքը մազից էր կախված։ Համենայն դեպս այդպես են կարծում վթարի վայրում հավաքված քաղաքացիները, մինչև նրան դուրս չբերեցին մեքենայից։ Տունը շինվածը իսկը բետոնի ամրությունն ուներ, ինչը ուրախացրեց դեպքի վայրում հավաքվածներին, ովքեր նշում էին նաև, երևի դրա համար էլ որոշել է բետոնամեշակա վարել։ Կասեք Շամշան, ինչ նկատի ունես, որ ասում ես, թե բետոնի ամրությունն ունի։ Հեսա կասեմ, թե ինչ։ Ճամփատուր։ Всё, կարևոր կյանքին վտանգ չկա։ Կյանքին վտանգ չկա, որն է։ Մարդը իր ոտքով քայլելով եկավ մտավ շտաբողության մեքենան, որը նրան պետք է տեղափոխեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ ընտեղ էլ չի մնացել, այլ իր ոտով գնացել է տուն։ Եղբայր, քեզ այդ տենց լիքը առողջություն, բայց այս մեքենան մեղք է, էլ մի տանջիր նրան, համ էլ քո մասին մտածի։ Մեքենայի ու բետոնի փող ունես բարձի տակ պահած, որ սենց շուռ ես գալիս։ Էսի շուտ պետք է բանան թե չէ կչորանա։ Էսի որ չորացավ։ Պորոսյան, կազմակերպեք էսի ուշադիր հետևողական հատուն շուտ կան մակրեն չչորանա։ Տեղափոխվենք աշտարակ Եղվար ճանապարհի 7-րդ կիլոմետր, որտեղ էլի օրը ցերեկով իրար էին ողջագուրվել Ford Transit-ը, 07-ն ու Zil-ը։ Ընդ որում, այնքան բուրն էին ողջագուրվել, որ 07-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում։ Zil-ի թափն էլ կոտրվել եւ մասամբ հայտնվել էր ճանապարհի երթևեկելի գոտում։ Եթե այս վիճակը լիներ, կասեի, թե պատճառը արագությունն է, բայց այս դեպքում նույն պնդումը չեմ կարող ասել, հաշվի առնելով բեռնատարների առանձնահատկությունները, ավելի ստույգ քաշն ու ծավալը։ Երկու վիրավորը։
Ու քանի որ ինչպես նկատեցիք մեքենաների, մասնավորապես Ford-ի եւ Zil-ի վնասվածքները արչեւի հատվածից էին, կարելի է եզրակացնել, որ գործ ունենք ճանապարհային երթևեկության մեկ այլ տարածված խախտման, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու հետ, թե հատկապես որ մեքենան է աչք դրած եղել հարևան գոտու վրա, թող նախաքննությունը պարզի, բայց փաստն է, որ Ford-ի դիմապակին կարելի է ասել ամբողջությամբ բացակայում էր, ու երբ ասացին, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, առաջինը ինչ մտածեցի, որ հենց այս սպիտակ տրանզիտի վարորդն ու ուղևորն են եղել։ Այնը Սուրանկյան անուն տալու է այդ օբելիքսը։ Այն չաղը չէր օբելիքսը։ Այս կատակն էլ որ չլինի կխելագարվենք, դե գիտեք, ծանր տեսարան, վիրավորների արկայություն, աչ ու ձախ թափված պայեստամասեր, մի խոսքով հուսանք, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, թեև դատելով դիմապակու վիճակից չեմ կարող պնդել, բայց վստահ եմ, որ այս կին քնիչը կատարվածի մասով ճիշտ հետևություններ կանի։ Հիմա տեղափոխվենք Տավուշի մարզ, դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհ։ Երևի հասկացաք, որ խոսքը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսի շուրջ գալու դեպքի մասին է։ Պատահար, որ ինձ մոտ մի շարք հարցեր առաջացրեց։ Հեն պատկեր, ուսուցակի արքելակները չի բարեք։ Սա նախնական վարկածներ, մինչդեռ կադրերն ու դեպքի վայրում հավաքվածների վկայությունները փաստում են, որ տեղի է ունեցել սողանք, այսինքն գետինը չի կարողացել պահել այդ զռլամային, ինչի հետևանքով վերջինը դուրս գալով երթևեկելի գոտուց, բախվելով ծառերին կողաշրջված հայտնվել է անտառի մեջ։ Հարց է առաջանում. այս ճանապարհը սպասարկող կազմակերպություն կա, գոնե մեկ անգամ եկել տեսել են, թե ինչ վիճակում է, թե ճանշիները մենակ փողի տերն են, իսկ թե ինչ կլինի իրենցից հետո, նրանց Լյուդովիկոս 14-ի նման չի հետաքրքրում։ Կռոնոպետ որեսի դուրս բերի։ Մյուս հարցը առնչվում է առողջապահության նախարարությանը։ Ձեզ մոտ մաթեմատիկա առարկա իմացող կա, այդ տնաշեններ, դժվար էր հաշվարկել, թե ավտոբուսում քանի մարդ է գտնվել։ Ասացին, որ մինչև իմ հասնելը հրշեջ փրկարարները քաղաքացիների հետ տասնյակ վիրավորներին են մոտեցրել շտաբօգնության մեքենաներին, սակայն ստույգ թիվ չէին նշում։ Մի տևական ժամանակ առողջապահության նախարարությունից չէին կարողանում ճշտել, թե ի վերջո քանի մարդ է վիրավորվել։ Պիտի սահմանափակվենք ելի մոտավոր թվով։ Ավտոբուսում գտնվել է մոտ 3 տասնյակ մարդ։ Միակ բանը, որ հստակ պարզվեց, որ նրանց կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում։ Սենց է էլի, հերիք է մի այսպիսի պատահար ու լիքը թերություններ ջրի երես են դուրս գալիս։ Առաջին անվադողի տեղը այս է։ Այստեղ է դուրս եկել հեսա։ Հիշում եմ, մի 2 թողարկում առաջ ասեցի, որ Մարգարա Վանաձոր Տաշիր ավտոճանապարհին շատ հաճախ եմ սկսել հայտնվել, ու դա հեչ լավ չի։ Ինչպես տեսնում եք, հերթական այցիս գլխավոր հերոսներից մեկն էլ է բեռնատար, ավելի ճիշտ կցորդիչ, բայց շտապեմ ասել, որ այս սարսափելի վտարի մեջ նա մեղավորություն չունի։ Իրականում Mercedes-ը մտել է կցորդիչի երկաթե կոնստրուկցիաների տակ, BMW-ի հետ բախվելուց հետո, ընդ որում բախումն էլ ահագին հեռու է եղել։ Այնքան հեռու, որ Mercedes-ի վարորդը անցել է նաև հետիոտնի համար նախատեսված գոտին, իսկ ինչ է դա նշանակում։ Այո, իհարկե, մեծ արագություն։ Նայում էի BMW-ի վնասվածքներին ու փորձում էի հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել րոպեներ առաջ։ Mercedes-ի վնասվածքներից դե բան չէր նկատվում, որովհետև կցորդիչի տակ մտնելու հետևանքով լրիվ գարմոշկա էր վերածվել։ Ընդ որում, հարվածն այնքան ուժգին է եղել, որ Mercedes-ի մի քանի դետալ շպրտվել վնասել էին հարևանությամբ կայանված Toyota-ի դիմապակին։ Մի խոսքով հասկանալի չէ, թե որ մասում է հարված կերել Mercedes-ը։ Հետևաբար չեմ կարող ասել, թե ինչն է եղել վթարի պատճառը։ Փոխարենը կասեմ, թե ովքեր են եղել մեքենաների ղեկին։ BMW-ն վարել է 28-ամյա Մենուան, իսկ Mercedes-ը 18-ամյա Վանիկը։ Աշտարակ են տարի վիրավորներին, բայց ասում մեկին Երևան։ Ու այդ մեկը հաստատ Mercedes-ում է գտնվել եւ կասկած ունեմ, որ վարորդն է։ Ընդհանրապես, երբ լսում ես, որ մեքենան վարել է, ասենք 18-ամյա պատանին, առաջին ասոցիացիան, ինչը մտքիդ գալիս է, արագության գերազանցումն է։
Դե գիտեք, ջահելների մոտ ադրենալինի պակաս միշտ էլ կա, ու թերևս չեմ սխալվի, եթե ասեմ, որ այս յետասարտի մոտ էլ է եղել։ Առանց մեծ արագությամբ հնարավոր չէր այսպիսի վիճակում հայտնվել, հարգելի ծնողներ։ Հատկապես այս վերջին խոսքերից կողքով անտարբեր մի անցեք, եթե չեք ուզում ձեր երեխան հետո ուղևորվի հանդերձյալ աշխարհ։ Վերջ, happy end-ով պատահարները ավարտվեցին։ Անցնենք անդառնալի հետևանքներ ունեցածներին։ Ինչպես արդեն ասացի, այս բեռնատարների խորհրդային վերապրում բեռնատարների մեծ մասը գտնվում է մարզերում, որովհետև գյուղացիների սոցիալական վիճակը լավ չի։ Չեն կարող իրենց թույլ տալ, ասենք Volvo, DAF կամ Mercedes բեռնատարներ վարեն։ Նրանցը գազ 53-ն է, 66-ն է, իսկ ամենավատ վիճակում գտնվող մարզերից մեկն էլ Շիրակն է։ Այո, Շիրակի մարզում ենք, Հայկաձոր բնակավայրի վարչական տարածքում, որտեղ ինչպես տեսնում եք, իրար են բախվել խորհրդային միանգամից երկու վերապրուկ, գազ 31-ն ու գազ 53-ը։ Այս ողբալի վիճակը տեսնելով հասկացա, որ երկու մեքենաներում էլ տանջված հալալ քրտինքով ապրող գյուղացիներ են եղել։ Գազ 53-ը խոտ էր տեղափոխում, գազ 31-ը միրգ բանջարեղեն։ Դե հիմա ասեք, այս աշխարհում արդարություն կա, իհարկե չկա, այլապես սենց դեպք չէր լինի ու ընտանիք կերակրողները չեն վիրավորվի կամ առավել եւս մահանա։ Ով է մեղավոր կատարվածում, հարցը ընդհանրապես տեղին չէ։ Սա այն դեպքերից է, երբ առավել կարևորը կատարվածի հետևանքներն են։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Ահա կատարվածի դաժան վիճակագրությունը, այ ժողովուրդ ջան, հասկանալի է, որ վատ է սոցիալական վիճակը, բայց ելի ամեն դեպքում պիտի ասեմ, որ այս խորհրդային մեքենաներին լավ հետևեք, սրանց պիտանելիության ժամկետը վաղուց անցել է։ Ինչպես տեսնում եք, սա տեխնիկական խնդիր չէ, այլ ուղիղ կապ ունի անվտանգության հետ։ Տրոսից հեռու, կտրեց հանկարծ։ Իգենից թեմիկ չես կրա գաստից քաշես։ Եվ վերջում Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգության մասին։ Ողբերգություն, որը խլեց լավ մարդու կյանք։ Սա ասում եմ կսկիծով ու մեծ ափսոսանքով։ Ազանգը ստացել է օրը ցերեկով։ Ճամբարակ Նավուր ավտոճանապարհին 30-րդ կիլոմետրից։ Ազանգողը նշում էր, թե Շամշան, շուտ հասի, գործ ունենք ընտանեկան ողբերգության հետ։ Հարցին, թե ինչ նկատի ունես, պատասխանեց, որ վթարված Վիլիսում մարդ ու կին են գտնվել։ Կինը կարծես հասցրել է իրեն նետել մեքենայից, ամուսինը սակայն չի հասցրել ու մահացել է։ Էսա մեքենա գալիս է, դու ճանապարհով, դու ճանապարհով Եղավ, մերսի։ Մինչև բուն դեպքին անդրադառնալը, ասեմ, որ բավականին երկար ժամանակ պահանջվեց, մինչև տեղ հասանք։ Անտառային, միաժամանակ սարե ճանապարհ էր, եղանակն էլ ահավոր, սենց բան վաղուց չէի տեսել։ Համ մեքենաները շարքից դուրս եկան, համ մարդիկ։ Համենայն դեպս դեպքից օրեր անց էլ ծնկներից ցավը զգացնել էր տալիս։ Ինչևէ, հասնելով դեպքի վայր, ահա այսպիսի պատկեր արձանագրեցի։ Ինչպես տեսնում եք, Վիլիսը անտառային գոտում բախվել է հաստաբուն ծառին, թե ինչպես է դա ստացվել, չեմ կարող ասել։ Այո, ամուսինը մահացել էր։ Կնոջը պարեկները իրենց ծառայական ավտոմեքենայով տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն։ Հավաքվածները մեծ ափսոսանք էին ապրում, ասում էին, թե 39-ամյա նվերը ոսկի տղա էր, անչափահաս 4 երեխա ունեին, դպրոցում գերազանց առաջադիմությամբ, ընտանիքը ժամանակին չքավոր է եղել, սակայն ամուսինների քրտնաջան աշխատանքի շնորհիվ նոր ոտքի էին կանգնել, պաշտպանել է Հայաստանի սահմանները, աշխատել փրկարարական ծառայությունում, մի խոսքով անուն հայրենիքի, ընտանիքի, գիշեր ու զոր աշխատել է։ Ախր ինչի այլի սենց, ինչի պետք է նման դեպքերը պատահեն լավ մարդկանց հետ, ասում եմ, չէ, չկա արդարություն։ Աչ եկեք։ Այ ժողովուրդ ջան, սաղ ցեխ։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը
Գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք նոյեմբերի 16-ին ժամը 22-ին։ Աստված պահապան Հայազգին։